Սահմանամերձ տեղ համայնքում կրկին տոն է հայ առաքելական եկեղեցու ամենասիրված ու ջերմ տոներից մեկը՝ Տրնդեզը։ Այստեղ վառվել է հույսի ու սիրո կրակը։ Բոլորիս մաղթում եմ սեր, հավատարմություն, երջանկություն, աշխարհի սաղություն, սերավ կենանք իրար հետ միշտ։ Տոնակատարությունը մեկնարկեց աղոթքով համայնքի 25 նորապսակները նախ ուղևորվեցին դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի, 4-ից 5-րդ դարերով թվագրվող հնագույն սրբավայր, որտեղ ստացան եկեղեցու օրհնության կարգը։ Դարերի պատմություն ունեցող այս եկեղեցու պատերի ներքո նրանց ընտանիքներին տրվեց խաղաղության, համերաշխության եւ ամուր ապագայի մաղթանք։ Եկեղեցու օրհնությունից հետո նորապսակները հավաքվեցին Մելիք Բարխուդարի պատմական տան առջև, որտեղ նրանց արդեն սպասում էին ավանդական երգն ու պարը, ինչպես նաև տոնական տրամադրությամբ հավաքված համայնքի բնակիչները։ Սիրելի նորապսակներ, ձեզ համար է։ Ձեր տեսնում ձեզ բարելուց։ Տոնակատարության ընթացքում նորաստեղծ ընտանիքներին ուղղվեցին համայնքի ղեկավարի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, մաղթելով խաղաղություն, ամուր ընտանիք եւ բարօրություն։ Նորապսակներին հանձնվեցին նաեւ խորհրդանշական նվերներ, որպես նոր կյանքի ջերմ ու հիշարժան սկիզբ։ Տրնդեզի տոնակատարության ընթացքում նորապսակները ձեռք-ձեռքի բռնած սիրով ու ժպիտներով ավանդույթի համաձայն անցան խարույկի վրայով, շարունակելով սերունդների փոխանցված ազգային գեղեցիկ սովորույթը։ Տոնի ընթացքում կենաց ծառի ճյուղերին կախվեցին նորապսակների բացիկները լի երազանքներով, սիրով եւ նոր կյանքի հանդեպ վստահությամբ։ Միջոցառման ընթացքում ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև համայնքի ղեկավարի խորհրդականը, նավականու անդամներից մեկը եւ ջութակահարը, որոնց ծննդյան տարեդարձի առթիվ տեղ համայնքի ղեկավարը անձամբ շնորհավորեց եւ հանձնեց նվերներ, արժեվորելով նրանց ներդրումն ու ներկայությունը համայնքային կյանքում։ Տրնդեզը հայոց ամենասիրված տոներից է եւ մենք մշտապես այն պահում ենք ուշադրության կենտրոնում, նշում է տեղ համայնքի ղեկավարը, ավելելով, որ այս ավանդույթը միավորում է սերունդներին եւ համայնքին փոխանցում միասնականության ու ջերմության զգացում։ Ամենակարևորը իրանց ընտանիքներին ամրություն են ցանկանում, որ կարևորը մեր ազգի պարգևեն շատ բալիկների համեմատում եմ ավելի քիչ է եղել, քան այս տարի, այնուամենայնիվ որ իրոք համայնքը ապրում է։ Ապագան կա, այսօր ամեն ինչ տեսնում եք, որ շաշ կա։ Տոնական միջոցառման ընթացքում համայնքի բնակիչներն ու նորապսակները փոխանցեցին իրենց բարեմաղթանքներն ու շնորհավորանքները, կիսվելով օրվա խորհրդով եւ իրենց հույզերով։ Բոլոր երիտասարդների երջանիկ լինեն եւ ամուսնությունը աճացած մեծանա, որ մեր ազգը զորանա։ Շնորհակալություն կազմակերպիչների շատ մորնալ հատի միջակայքն է։ Անկամն են ուրախ լինեն, երջանիկ լինեն,
լավատներ ունենան, դեպի քաղաք։ Ամենից լապանը յուրացիան ցանկանը։ Ընտանիք տարանը, հոգինիկները կա, երեխաները կա, մեծ բանը, լապանը, ամենալապանը։ Տոնը եզրափակվեց ավանդական սեղանի շուրջ կենացներով եւ բարեմաղթանքներով։ Տեղի համայնքապետարանը շարունակում է կարևորել եւ պահպանել ազգային ավանդույթները, համայնքային կյանքի կարևոր մասը դարձնելով նման միջոցառումները։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։